Էջ միածինի հորը եւ լույս փառած ընտնմա շատ սիրելի ժողովուրդ։ Այս խոսքերով փառաբանվում է մեր ինքնության մեծագույն տոներից մեկը, եթե չասեմ մեծագույնը, որի շուրջ նաեւ հյուսվել է մեր պատմությունը, մեր կենսագրությունը, որոնք կապված են միայն հաղթանակների հետ եւ որը նաեւ մեզ համար վերափոխման, նոր սկզբի, նոր ճանապարհի եւ այդպիսով նաեւ ինքներս մեզ գնահատելու եւ այդ գնահատանքի ճանապարհով հաղթանակներ կերտելու խորհուրդ ունեն։ Իջավ միածինը հոր կողմից, հոր մոտից եւ փառքի լույսը նրա հետ էր։ Սուրբ Էջմիածնի պատմությունը այսօր հիմնադրությունն է 303 թվականին 1722 տարեկան է Սուրբ Էջմիածինը։ Չկա ավելի մեծ, ավելի կանգուն խորհուրդ, քան Սուրբ Էջմիածնի խորհուրդն է։ Մայր տաճարը 1722 տարեկան է, 303 թվականին կառուցված, 301 թվականին հիմնադրված։ Եվ հետևաբար այս մեծ խորհրդի մեջ, փառքի լույսի խորհրդի մեջ առաջին հերթին մենք մեր հայացքն ենք տեսնում, մեզ ենք տեսնում, կրում ենք այն պատմության մեծ խորհուրդը, հոգևոր ճանապարհորդությունը, որ յուրաքանչյուրս զգում ենք, սակայն շատ հաճախ չենք կարողանում արտահայտել։ Սուրբ Էջմիածնի շուրջ են հյուսված մեր բոլոր հաղթանակները, ինչպես ասացի։ Բոլոր ճանապարհները անցել են Սուրբ Էջմիածնով։ Խաչմերուկները պատմության, հարձակումները պատմության, մեր ամենանվազ ժամանակները եւ ամենամեծ ժամանակները դարձյալ անցել են Սուրբ Էջմիածնով եւ Սուրբ Էջմիածնի միջով։ Այսօր եւս Սուրբ Էջմիածինը, Մայր տաճարը, Մայրաթոռը, մեր ողջ եկեղեցին այդ պատմության կրողը լինելով նաեւ առաջնորդող նավ է մեզ համար։ Մեր կյանքում այս դաժան իրականության մեջ մեր, ինչպես միշտ ասել եմ, գողացված ուրախության եւ պատվի ժամանակներում Սուրբ Էջմիածինը, Մայրաթոռը, հայ եկեղեցին դժբախտաբար, ինչպես պատմության շատ հանգրվաններում մնացել է որպես վերջին հանգրվան, որպես վերջին խրամատ եւ որպես վերջին պատնեշ։ Եվ հաղթելու է Սուրբ Էջմիածին, ինչպես հաղթել է մշտապես։ Սուրբ Էջմիածինը հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Տրթատ մեծ արքայի, ինչպես պատմիչը նկարագրում եմ, Արարատից հսկայական քարեր բերելով եւ հիմնադրելով, հիմքերում դնելով, Աշխեն Թագու փեշերի մեջ դարձյալ Արարատի հողը պարունակած հիմքերի մեջ լցնելով, հետևաբար նաեւ այդ ավանդությունը, պատմությունը մեզ հուշում է այն մասին, որ մեր ամբողջ ինքնության համապարփակ ներկայությունը, խտացված ներկայությունը, արարատացած ներկայությունը, ովքեր դուրս են եկել, ովքեր ցանկացել են կործանել Էջմիածինը եւ Արարատը, իրենք մնացել են այդ քարերի տակ, այդ հողի տակ, որովհետեւ Սուրբ Էջմիածինը կառուցված է վեմի վրա, որը ոչ մի դժոխքի դուռ չի կարող սասանել։ Այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը։ Եվ այսօր յուրաքանչյուր հայ մարդու տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածնի ճանապարհով, Մայր տաճարի ճանապարհով Աստված եւ հայ մարդը ձեռքեր իրար մեկնած հանդիպում են։ Ձեռքեր իրար մեկնած հանդիպում են բարեխոսությամբ Տրթատ մեծ արքայի, Սուրբ Տրթատի, բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ մեր բոլոր սրբերի, ովքեր Սուրբ Էջմիածնի երազով են եւ հաղթանակով են մեկնել երկնքի թագավորություն։ Մեր շուրջը շիրիմներ են։ Մեր շուրջը մեր հայրապետների շիրիմներն են, ովքեր կենթանի վկայություններն են, յուրաքանչյուրը մեկ-մեկ սյուն լինելով կենթանի վկայություններն են, պատմություններն են մեր ինքնության, մեր ճշմարտության, մեր հաղթանակների։ Այս ամբողջ շրջապակը Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր կառույց խոսում է ինքը իր մասին։ Այստեղ են ծնվել հաղթանակները մեր եւ այստեղից են ծնվել։ Եվ ուզում եմ դարձյալ շատ հիշված
Սարդարապետյան նախորեի պատմությունը հիշեցնել։ Գևորգ 5-րդ Սուրենյանց հայրապետի, որի շիրիմը այստեղ հանգրվանած է։ Եվ այս բակը, ամբողջ բակը եղել է ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներով, հիվանդությամբ, աղքատությամբ, որբությամբ, ամենածանր իրավիճակում այս տունը գրկել է բոլորին, այս բակը գրկել է բոլորին։ Մենք որտեղ կանգնած ենք, վստահաբար շատերի արյունն է այստեղ հեղված, որովհետև նաև այստեղ են իրենք ուղարկավորվել։ Եվ այստեղ է ծնվել այս շենքը, որ հին վեհարանի շենքն է, այստեղ է ծնվել նաև մեր հաղթանակի պատմությունը, երբ Գևորգ 5-րդ վեհափառը Սարդարապետի նախորեին դարձավ հենց այդ ժողովրդին եւ ասաց, որ հավատում է այդ ժողովրդի հաղթանակին։ Հավատում է, որովհետև այդ ժողովուրդը, այդ հիվանդ ժողովուրդը, խոցված ժողովուրդը, այդ որբացած ժողովուրդը ոտքի կանգնելու եւ իր վերջին խոսքը ասելու հրամայականն ունի։ Եվ դա այդպես եղավ եւ այդպես լինելու է, որովհետեւ կա Սուրբ Էջմիածին, կա արարատացած կյանք, կա ոչ միայն հիմնադրություն, այլ նաեւ վերխոյացում եւ այդ ճանապարհը լինելու է միայն հաղթանակի ճանապարհ, որովհետեւ այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը գրված։ Եվ այստեղ է նաեւ հաղթանակի կամարը Տրթատ Մեծի, որը խոսել է նաեւ հայոց զենքի հաղթանակների մասին, հայոց կամքի հաղթանակների մասին։ Խոսել է, պատմում է մեզ այն մասին, որ ամենադժվար ժամանակներում այդ հերոսական սխրանքի իրագործումը մեր կյանքում տեղի ունենում է։ Եվ այո, ուզում եմ կրկնել 1937 թվականին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի, այսօրվա լեզվով պետական անվտանգության կոմիտեի բանտում նահատակված Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի անմահ խոսքերը, որոնք ուղղված են բոլոր նրանց, ովքեր անցնում են Սուրբ Էջմիածնի կողքով կամ փորձում են հարձակվել Սուրբ Էջմիածնի եւ Մայր եկեղեցու վրա։ Ասում է մարտիրոսացած նահատակ սրբազանը։ Սուրբ Էջմիածնի պատմությունը շատ մեծ ներկայություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Անցել են շատ ժամանակներ, շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն եւ մենք կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան։ Եվ այդպես լինելու է, անկախ նրանից, թե այսօր քանի տեսակ եւ ինչպիսի գույներով, երանգներով ու շերտերով հարձակում կա մեր ինքնության, մեր Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ եկեղեցու վրա, մեր պետության վրա, մեր կյանքի վրա, մեր կենսագրության վրա, մեր պատմությունը լինելու է եւ մնալու է հաղթանակի պատմություն։ Ժողովուրդ ջան, տոնդ շնորհավոր։ Սուրբ Էջմիածինը թող որպես Աստծո համբույր դրոշմի սրտերիդ, մտներիդ, կամքիդ, հաղթանակիդ եւ հույսիդ տեսիլքի մեջ եւ որևէ վարքյան կասկած չունենաս քո իսկ հաղթանակի վրա, որովհետեւ Սուրբ Էջմիածնի զավակն ես, որովհետեւ պատմություն ունեցող մարդկանց զավակն ես, որովհետեւ պատմություն ստեղծած ժողովրդի զավակն ես, որովհետեւ հաղթանակից անխուսափելիորեն հաղթանակից չվախեցող մարդկանց զավակն ես։ Շնորհավորում եմ եւ մեր որդիական խոնարհումը վեհապար հայրապետին, մեր ողջ հոգեվոր դասին եւ մեր ողջ ժողովրդին։ Չկա հայոց պետականություն առանց Սուրբ Էջմիածնի։ Սուրբ Էջմիածինը որպես Աստծուց իջած փառքի լույս մշտապես ճառագայթելու է մեր կյանքում, ցրելու մեր կյանքի խավարը։ Աստված օրհնի բոլորին։ Oscar
Ցույց կտաք ինչ խաչ էր։ Աշոտ երկաթի խաչն է, հաղթանակի խաչ, շնորհավոր։ Ինչ կնկարեք։ Հա? Գյումրիից եք եկել։ Ո՞վ Ինձ էլ խաչ տվեք։ Տոնը մայր տաճարի, Սուրբ Էջմիածնի մայր տաճարի հիմնադրության մասին է, որի հիմքը դրվել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Տրդատ արքայի, Սուրբ Տրդատ արքայի անմիջական մասնակցությամբ ամբողջ արքունական ընտանիքի և ըստ պատմիչի Տրդատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել և հիմնադրել է Սուրբ Էջմիածին, ինչպես նաև Աշխեն Թագուհին իր փեշերով ողջ էր բերում և լցնում հիմքերը։ Պատմությունը սա է, Լուսավորչի տեսիլքը լրջով հարված, գետնին որպես փառքի լույս, որ ճառագայթել է մեր կյանքում։ Բայց այդ պատմության խորհուրդը մինչև այսօր ձգվում է, անընդհատ, մեր կյանքի արարատացումն է Սուրբ Էջմիածին։ Այստեղ են ծնվել, այստեղից են ծնվել, այս խորհրդով են ծնվել մեր բոլոր հաղթանակները։ Ինչպես տեսնում եք, ամենականգուն, ամենապայծառ,
խոսով հայի նկարագրին հարազատ միջավայրը, կառույցը, պատկերը, հոգևոր տունն է, որ մեր պատմության 1722 տարի մշտական ներկայություն ունեցել։ Եվ քիչ առաջ եմ ասել, ուզում եմ նույն խոսքով ամփոփել։ 1937 թվականին, երբ մեծ հալածանքներ էին հայ եկեղեցու նկատմամբ, գնդակահարվում, հալածվում, անարգվում, զրպարտվում էին մեր սրբազաններ, ամենայն հայոց կաթոլիկոսում շիրիմ այստեղ Խորեն Մուրադբեկյան կաթոլիկոսին, ում խեղտամահ են այս շենքում, այս վեհարանի շենքում, եւ Բագրատ arczepiskopos Վարդազարյան, Արտակ arczepiskopos Սմբատյանց գնդակահարվում էին պետական անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանը նշանավոր իր վերջին վայրկյանի խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, ասելով, որ մեծ է Սուրբ Էջմիածնի պատմությունը, ներկայությունը հայ ազգի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեզ էլ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս։ Այսօրվա խորհուրդը հաղթանակի խորհուրդն է։ Այսօր մարդիկ ոչ միայն գալու են պատարագին, այլ նաև կանգնելու են եկեղեցու կողքին։ Տեսնում ենք այսօրվա իշխանությունները թիրախավորում են, հայտնում են եկեղեցու սրբազաններին, գաղափարին։ Ո՞րն է իշխանությունների վերջնակետը։ Ուրեմն սրբազանները մահ եւ հալածանք են տեսել, ամեն ինչ տեսել են։ Ինչպես քիչ առաջ նշեցի Խորեն Մուրադբեկյան կաթոլիկոսը, որ այս շենքում է նահատակվել, խեղդվել ուղղակի, խեղդամահարվել, երբ իրեն ըստ պատմության պահանջում էին Մայրաթորի գանձարանը տրամադրել կամ բանալին, նա ասում է, որ ես միայն պահակ եմ ասել, եւ այդ պատճառով եմ չեղբել, այս հարստությունը հայ ժողովրդին է։ Այսօր էլ նույն պատմությունը չի փոխվել, բայց ոչինչ չի կարող սասանել ոչ Սուրբ Էջմիածինը, ոչ հայոց եկեղեցին, ոչ նրա ծառայողներին, եւ որովհետեւ այն միակ երաժշտիկ ու գրավական այսօր մնացել մեր կյանքում, որը ապահովել է մեր վերելքը։ Իսկ ինչ է իրենց նպատակը, հարցրեք իրենց եւ իրենց հայրերին, քանի որ ստի հայրը սատանան է հալու դեմքով, հարցրեք իրենց մտքին, հոգուն, խղճին, որտեղ սև խավարը դրված, բայց ինչպես հիմնադրությունն ասում Սուրբ Էջմիածնի, փառքի լույսը իջնում է մեր երկիր եւ իջնելու է մեր երկիր։ Ուրբաթ օրը սրբազան պայքարի աջակիցներին էլ էին ձերբակալել, բազմաթիվ քաղաքացիներին էին ձերբակալել, ինչ է տեղ ունեցել։ Տեղի է ունեցել հիստերիա։ Մեկը կար, որ գտնվում է Թուրքիայում, մեծ եղբոր մոտ, կամ հոր մոտ, երևի չգիտեմ, ես բախում չեմ եղել որոշ եղբորի մասին։ Եվ այդ ցնցումները երևի բերել էին նրան, հասկանալով, որ կան մարդիկ, կան ուժեր, որոնք ազգով եւ հոգեվոր կյանքով տողորված ապրում են եւ թույլ չեն տա, ձգտում են հաղթանակի, ոչ թե միայն հաղթանակ, որը պարզապես ինչ-որ քաղաքական նպատակ է հետապնդում, այլ հաղթանակ, որ մեր կենսագրության, մեր տան վերականգնման մասին է։ Սուրբ Էջմիածնի հաղթանակն է։ Իմիջայլոց քիչ առաջ երբ ձեր հարցը մեջ ասեցիք, բազում մարդիկ կանգնած են Սուրբ եկեղեցի կողքին, ես ուզում եմ վերստին շեշտադրում կատարել։ Ժողովուրդ ջան, պետք չի կողքը լինել, ոչ մի բանի կողքը պետք չի լինել։ Դա կամ քոնն է, կամ քոնը չի։ Մեջը պետք է լինել։ Քո մեջ պետք է լինել, եւ դու էլ նրա մեջ պետք է լինես։ Եվ այս խորհուրդով եմ ուզում ամփոփել, որովհետեւ ինչպես Իսահակյանը ասում, Ավետիք Իսահակյան, եթե յուրաքանչյուր հայի մաշկը քերես, արյունի հետ Սուրբ Էջմիածին կգրես։ Այդպես է մեր խորհուրդը, եւ ես մաղթում եմ, որ գիտակցության հոգու սրտի մեջ նույն պատկերը, նույն տեսիլքը, նույն խորհուրդը դաջված եւ արձանագրված լինելով Սուրբ եկեղեցու մեջ եւ Սուրբ եկեղեցի կողմից։ Սպասան ջանքն եմ որն է, ես եք կա շատ է սիրում ու սպասում եմ։ Պահանջի բոլոր։ Տեսնեմ դες, տեսա։
Ես ելեն կանոր ասացը չեք պատկերացնե, այլ մի ամաչի, սրպազ անջանա։ Սրպազ անջան թույլիսելով, ապրել կյանք նելակ սպասնաբետել մենք դե շատ ենք սիրում։ Ապրեք, էլ ապրեք։ Մի պայքան եմ ինչև դեր։ Ես ու կոտոնն եմ։ Մեր նահատակ հերոսների ծնողներն են Բագրատ Սրբազանի հետ։ Fazan մի հերթ ընդեղ է, բացա մի Սրբազան հայց։ Արի, սրբազան հայց, նմыз միասին նկարիս։ Խենթը ինչ ասան, ասան խելոք, խենթը մի մտահոգվի, ուղղ եթերի սիրելի հայրենակիցներ, գիտեք մեր կյանքում լիքը խենթեր կան, մի քանիսն էլ էստեղ է, բան չկա, նորմալ է։ Գնում եք Գայանե վանքը, այստեղ շատ ժողովուրդալի է, բայց Գայանե իմը չի, ուզում եք որ Գայանե Բայց լավ, Գայանեի տոնն էլ է, ճիշտ է։ դե լավ է, ձեզ հաջող, բայց Որպես Սուրբ Էջմիածնից ծնված եկան։ շիշ եկեք, Այո, դավայ միակ։ Երկուսով իրար եք, թե ես սպասեք։ Որտեղ ես ծառայում, մասնաճյուղ։ Գնալու։ Ասել եմ ես։
Լավ են։ Ձեր ամոթները Անցելավ։ Բայց արև է հետևից է։ Այս կողմ եկեք, մի քիչ ահա։ Կարմիրներ։ Չէ, փակի։ Հետո։ Այսօր շատ խորհրդանշական օր է։ 22 տարի առաջ, հունիսի 22-ին, եպիսկոպոսական ձեռնարկություն անցկացել եւ օծում Գեորգի Վարդապետի կողմից։ Ուրեմն 22 տարի հունիս 22-ի այսօրն է։ 22. Արթուր է ստեղ, է։ Էլիտին ճանաչում Ծանոթաչ եմ իշ։ վերջերս մեծ թեմաներով էր անցնում Գյումրին ու չեք։ Հա, ոյ, իսկ ասում եմ ծանոթ։ Խարկա դրել։ Գլխին բանկար չճանաչեցինք։ Ուշ կարողություն։ Նամանատար Կներեք։ Ես կողմից սրբազաններով եմ մտել, իրանք վերցել տարածում են։ Եկենամ։ Ինչև ժողովուրդը Երևան։ Այո, հիշեցնենք, որ Կաթուղիկ է Սուրբ Էջմիածնի տոնն է, Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրման տոնը, բազմահազարանոց ուխտավորների խումբը Էջմիածնում է, դուրս են բերվել մասունքները, այն կարմիր պատի մոտ